Մերձավանի դպրոցի սկանդալից 10 օր հետո շրջանավարտները խաղաղության փուչիկներ են երկինք բաց թողնում։ Շուրջ պար են բռնել ուսուցիչները աշակերտների հետ։ Տեղում է նաև դպրոցի տնօրենի նախորդ ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Հարությունյանը։ Նա պաշտոնից հեռացվել էր անցած շաբաթ պատմության ուսուցչուհու դեմ աշակերտների լայն հնչեղություն ստացած բունտից հետո։ Մայիսի 13-ին աշակերտները դասադուլ էին հայտարարել, պնդելով, թե իրենց պատմության ուսուցչուհին անադեկվատ վարքագիծ է դրսևորում դասերի ժամանակ։ Սիրում եմ իմ հայրենիքը։ Այսօր վերջին զանգին աշակերտների կողքին է սկանդալի կենտրոնում հայտնված Ռոզա Դավթյանը։ Ես անպայման որոշեցի մասնակցեմ վերջի զանգին, քանի որ կոլեկտիվի մեծամասնությունը հիանալի մանկավարժներ են։ Պատմում է, որ ծաղիկներ է նվեր ստացել շրջանավարտներից։ Շատ բարձր տրամադրությունով եմ եկել։ Ես սիրում եմ դպրոցը, սիրում եմ իմ աշխատանքային միջավայրը, իմ մանկավարժ ընկերներին։ Ռոզա Դավթյանը վստահեցնում է, ներել է իր սաներին էլ, նրանց ծնողներին էլ, իրեն պատին դեմ տալու, հաշիվ պահանջելու համար։ Ես ընդհանրապես չունեմ առողջական խնդիրներ, ուղղակի ինչու են անպայման ինձ ուզում հիվանդ ներկայացնել։ Մայիսի 19-ին Երևան Տրիբյուն լրատվականն էր Ռոզա Դավթյանի նախկին գործընկերներին հղում անելով հայտնել, թե ուսուցչուհին 2017 թվականից հաշվառված է Արմավիրի բժշկական կենտրոններից մեկի հոգեբուժական կաբինետում։ Չունեմ որևիցե մի հիվանդություն, անընդհատ ես ուսուցիչներն ունեն սոցփաթեթով ամեն տարի ես հետազոտություններ եմ անցնում, հետևում եմ իմ առողջությանը եւ ոչ մի, ասենք, առողջական խնդիրներ չունեմ։ Սկանդալից հետո ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր, թե Մերձավանի միջնակարգ դպրոցը կգտնվի հատուկ մշտադիտարկման տակ բոլոր խնդիրներն ուսումնասիրելու եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար։ Հայտնի է նաև, որ միջադեպին մասնակցած երեխաների հետ հոգեբաններ են աշխատել։ Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։